Քանի որ հանրային տիրույթում չեն դադարում քննարկումներն առայն, թե պետք է վերցնել մանդատները, թե ոչ գնալ խորհրդարան, թե ոչ, ուզում եմ մի քանի թեզերի անդրադառնալ, որոնք այս օրերին քննարկվում են։ Միանգամից ասեմ, որ ընդդիմությունը լավ լուծում չունի, ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է գտնվում եւ ցանկացած որոշման դեպքում էլ միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին։ Բայց շատ կարեւոր է, որ որոշումները, որոնք կայացվում են, լինեն ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, այլ լինեն քաղաքական որոշումներ, որոնք կկոմունիկացվեն շատ ազնիվ ու հասուն կերպով սեփական ընտրողների հետ։ Հիմա ինչ թեզեր են նետվել քարոզչական դաշտ, մասնավորապես իրավաբանները ասում են որոշ իրավաբաններ, որ եթե մանդատները չվերցրեք, Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի սահմանադրական դատարան եւ դրա արդյունքում կտա ավելի փոքր ուժերի մանդատները։ Ես այդ սցենարը մեղմ ասած իրատեսական չեմ համարում, հատկապես այն բանից հետո, երբ նաեւ իշխանական դաշտից այդ քարոզչական թեզը նետվեց դաշտ, 3 ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, որն ասաց դուք չեք գա, ուրիշները կգան եւ այլն, սա իրականում կարծես թե քարոզչական փրկուղակ է ընդդիմությանը, որ վերցրեք սրանով հիմնավորեք եւ եկեք, բայց ես սա իրատեսական չեմ համարում, բացառում եմ անգամ կարող եմ ասել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր նկատմամբ ու իր քարոզչական թեզերի նկատմամբ, իսկ սա ամենակարևոր թեզն է, որ կա ընտրությունների արդարության ու լեգիտիմության թեզը, որովհետեւ այս սցենարի դեպքում կնշանակի օրենքով կամ սահմանադրական դատարանի որոշմամբ կեղծել կամ նկարել ընտրությունների պատկերը, աղճատել ամբողջությամբ խեղաթյուրել ընտրողների կամքը եւ սա այնպիսի ստվեր կնետի, այնպես կաղճատի ամբողջ լեգիտիմության պատկերը, որ այլևս հնարավոր չի լինի անգամ խոսել, թե այդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով ինչ քվե է ստացել, ինչքան մանդատ եւ այլն ինչպես է ամբողջը բաշխվել։ Հետեւաբար ես սա իրատեսական չեմ համարում, ավելի իրատեսական կհամարեի գոնե քննարկեինք ուրիշ բան, եթե մի հրաշքով ընդդիմությունը չվերցներ մանդատները բոլորը բացառքայտնեին, ապա դրսում գտնվող ընդդիմությանը ամեն կերպ կճնշեր եւ կդեմորալիզացներ իշխանությունը, արդյունքում կգնար 6 ամիս կամ 1 տարի հետո արտահերթ ընտրությունների եւ այնտեղ կձևավորեր բոլորովին այլ պատկերով խորհրդարան։ Գոնե սա քննարկենք, հա։ Այլապես ուրիշների արտաքին ազդակներով դաշտ նետված թեզերը այդքան էլ համոզիչ չեն։ Հիմա, քանի որ ես ենթադրում եմ, որ ավելի հակված են վերցնելու մանդատները, այստեղ մի կարևոր բան եմ ուզում քննարկել։ Նայեք, երբ որ ընտրությունների համատարած ընտրակեղծիքների մասին խոսվում է, երբ որ օրինակ ուժեղ Հայաստան դաշինքի դե յուրե անդամ ապրելու երկիր կուսակցությունը ասում է, որ կառավարության ձևավորումը չեն համարում լեգիտիմ եւ այլն, այսպիսի խոսույթ եթե գեներացվում է, ես չեմ ասում դա այդպես է թե ոչ, երբ որ այսպիսի խոսույթ է գեներացվում, ապա քննարկել առհասարակ մանդատ վերցնելու հարցը այդպիսի համատարած ընտրակեղծիքների դեպքում մեղմ ասած տրամաբանական չի։ Եվ բացի դա, պետք չի քննարկել նաեւ այնպիսի թեզ, ինչպիսին է գիտեք, պակասում են ինչ-որ ձայներ 3-5-րդ եւ այլն, որտեղ մենք տեսել ենք, որ շատ հանգիստ կերպով մարդիկ գնում են եւ դրանք գաղտնի քվեարկություններ են ու քվեարկում են նրանց օգտին, օգտին, որ իրենք ուզում են, ոչ ոք չի իմանում անգամ, որ մի դիմադիրը ձայն տվեց եւ անլուրջ եմ համարում իշխանական падգամավորներ այս կողմ բերելու թեզը, ես ավելի լուրջ կհամարեմ այն քննարկումը, որ ընդդիմության առաջնորդները հանրային երաշխավորություն ստանձնեն իրենց ցուցակներից падգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար, երաշխավորեն, որ նրանք չեն լինելու այն պակասող ձայները։ Սա ավելի առարկայական գոնե բաց խոսակցություն կլինի, քան ինչ որ հորինված քարոզչական թեզեր տարածելը։ Եղեք տեղեկացված եւ տեր կանգնեք ձեր իրավունքներին։